Վերջին 3 օրում Ադրբեջանը 7-րդ անգամ է մեղադրում Հայաստանին արևելյան եւ հարավ-արևելյան սահմանի իր դիրքերի վրա կրակելու համար։ 3 հաղորդագրություն Կիրակի է տարածել, 2-ը երկուշաբթի, 2-ն էլ այսօր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում Բաքվի պնդումները, թե հայկական ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ինչպես գիտեք, հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման մասին լուրերը հերքել էր նաեւ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Ադրբեջանի տարածած հաղորդագրություններից հետո հայկական կողմը հետաքննություն է անցկացրել ու պարզել, որ հայկական կողմից հրադադարի խախտումներ չեն եղել։ Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի, կարդում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ դրա, Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման ուղղված քայլերը։ Ի պատասխան Ադրբեջանի քարոզչական ակտիվության Հայաստանի վարչապետի աշխատակազմը նորից առաջարկում է Բաքվին խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Փաշինյանի աշխատակազմը ընդգծում է, որ համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Վարչապետի աշխատակազմը նաեւ հիշեցնում է, որ այս տարի հունվարին Հայաստանը Ադրբեջանին գրավոր փոխանցել է տարածաշրջանային ուղիները բացելու, ինչպես նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Ինչ վերաբերում է, որ իրավիճակը բոլորովին այլ հունով է գնում, ես այդպես չեմ կարծում, կա հիմա ուրեմն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, որի շուրջ բավականին երկար ժամանակ աշխատել ենք եւ ըստ էության այդ տեքստը երկկողմ է համաձայնեցվել, այնպես չի, որ այդ տեքստին միայն մենք ենք համաձայն եւ դեռ ավելին հայկական կողմը, այսպես ասած 12-րդ շրջափուլից հետո համաձայնել է Ադրբեջանից ուղարկված առաջարկություններին, հետեւաբար մեզ համար էլ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը, հատկապես որ նաեւ քաղաքակիրթ աշխարհի միջազգային հանրության կողմից էլ տեսնում ենք բավականին դրական արձագանք